Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ես շնորհակալ եմ, որ ուզում եք օգնել, Եվա, ճիշտ եմ ասում, Եվա ջան, բայց դրա կարիքը բնավ չկա։ Հաջողություն։ Սառա ջան, դու շատ լավ աղջիկ ես։ Ուղղակի կուզեմ, որ զգույշ լինես ու իմանաս, թե ապագադ ում ձեռքերում է։ Այ հիմա հաջողություն, լավ եղի։ Սառը սովեր։ Ալո։ Եվա ջան, բարև, ո՞նց ես։ Բարև, լավ եմ, դու։ Լավ եմ, լավ։ Ուղղակի քաղաք է եկել, մտածեցի, քանի այստեղ եմ, միանգամից զանգահարեմ հանդիպենք։ Հիշում եմ, որ ուզում էիր հանդիպենք, չէ։ Վայ, շատ լավ բան ասեցիր։ Դե արի որևէ սրճանում հանդիպենք, կասենք կխոսենք։ Բայց հասցեն դու պետք է ինձ ասես, որովհետև ես քաղաքը գրեթե չգիտեմ։ Լավ, ես հենց հիմա քեզ հասցե կուղարկեմ, լավ։ Okay. Ռեբեկա ջան, քո գործի ժամը ավարտվել է, դուրս չես գալիս։ Բայց քեզ ով ա խնդրել, որ ինձ սպասես։ Ինչի քո համար նորություն է, որ ես ամեն օր գալիս եմ ու սպասում։ Շատ իզուր, որ ամեն օր գալիս ես ու սպասում։ Ես քեզ այսօր արդեն ասեցի, որ մենք իրար հետ էլ ոչ մի քայլ չենք անելու։ Այնպես որ իզուր մի սպասի Արամ ջան։ Հանգիստ կարող ես գնալ տուն։ Ես երկար եմ աշխատելու։ Շատ իզուր, որ ամեն օր գալիս ես ու սպասում։ Ես քեզ այսօր արդեն ասեցի, որ մենք իրար հետ էլ ոչ մի քայլ չենք անելու։ Այնպես որ իզուր մի սպասի Արամ ջան։ Հանգիստ կարող ես գնալ տուն։ Ես երկար եմ աշխատելու։ Համ ասում ես գնամ, համ էլ ասում ես Արամ ջան, որ չկարողանամ գնալ, չէ։ Հետո էլ ասում ես, որ չես ուզում ինձ տեսնես։ Բա էլ ուրիշ ուզելը ո՞նց է լինում, Ռեբեկա ջան։ Մի խոսքով ես չեմ գնալու այնքան ժամանակ, մինչև որ դուրս չգաս։ Անտանելի ես դու։
Ես ոսկի անձնավորություն եմ ու դու ինպես տղուն հիմա թողելու ես, որ ստեղ սպասի։ Ես իմ ասելիքն արդեն ասել եմ։ Ես էլ իմ ասելիքն եմ ասել, Ռեբեկա ջան։ Ու եթե հիմա դու դուրս չգաս, ես եմ գալիս ներս։ Ես էլ իմ ասելիքն եմ ասել, Ռեբեկա ջան։ Ու եթե հիմա դու դուրս չգաս, ես եմ գալիս ներս։ Հա Ռեբեկա։ Աստղի ջան, ես էլ այսօր չեմ վերադառնա աշխատանքի։ Տանից կաշխատեմ, լավ։ Լավ, ուրեմն մինչ վաղը։ Բայց եթե հանկարծ ինձ հարցնող լինի, անպայման խնդրում եմ ասա, լավ։ Եթե կարևոր բան է, կգամ, ես դիմացի այգում եմ։ Անպայման կզանգեմ։ Շնորհակալ եմ։ Մի րոպե, սա։ Այսինքն այդ աղջիկը գորի ընկերուհին էր։ Նախկին ընկերուհին էլ կա։ Կներես, ուղղակի նենց բաներ ասեցի, շոկի մեջ եմ։ Լավ, բայց այսքան տարի հետո եկել է ինչ ա ուզում։ Կամ ընդհանրապես ինչ իմացա, որ այդ սրահում ենք։ Չգիտեմ, բայց որ հենց այնպես չի եկել, դա հաստատ։ Բայց դու ինչի ես այդքան նեղված։ Ինչի ես ցույց տալիս այդ աղջկան, որ ինքը ազդեցություն ունի քո վրա։ Էլ կա դե իր մոտ ցույց չեմ տալիս, բայց հասկանում ես այդ միտքը, որ ինքը ինչ որ բան ծրագրել է, ինձ անասելի լարվածության մեջ է պահում։ Կարևորը այն է, որ գորը քո հետ ազնիվ ա եղել ու ամեն ինչ պատմել է։ Թե չէ ինչա պլանավորել այդ աղջիկը, այդ արդեն կարևոր չի։ Ճիշտ ես։ Երևի որ գորն այստեղ լիներ, ես ինձ ավելի վստահ կզգայի։ Բան չմնաց գորը գալու։ Մի քիչ էլ համբերի։ Ինչ եղավ այս աղջիկը։ Դու հանգիստ սպասի Արամ ջան։ Միևնույնն է անելու բան չունես։ Այ տենց Արամ ջան, որտեղ դու քոնը կասես, այնտեղ ես իմ կասեմ։ Լսում եմ։ Բարև ձեզ, ես Ռեբեկայի հետ կարող եմ խոսել։ Ինքը այսօր շուտ է դուրս եկել։ Իսկ գալու է էլի։ Չէ, եթե հարց ունեք, վաղը եկեք կամ զանգեք։ Լավ, շնորհակալ եմ։ Ուրեմն սենց, հա, Ռեբեկա ջան։
Եվա ջան։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, դու։ Լավ եմ։ Եկել էի քաղաք։ Մտածեցի մի անգամից քեզ էլ զանգեմ տեսնվենք։ Քանի տարի իրար չենք տեսել։ Ու այդ տարիների ընթացքում ինչեր ասես, որ չի եղել, չէ՞։ Դե հա, ինչքան ժամանակ է անցել։ 5 տարին քիչ ժամանակ չի։ Վայ Ռեբեկա, ուր ես, ինչ ես անում։ Աղբերս բարի օր, ոնց ես։ Արամ ձայնային էիր ուղարկել, ասա տեսնեմ ինչ է եղել։ Եվան դեռ Հայաստանում է։ Դեռ։ Բայց Եվան չի էլ պատրաստում հետ գնալ։ Այդ ոնց է եղել, որ ինքդ ու Սարան հանդիպել են իրար։ Շատ պատահական աղբերս, բայց Եվան տեղը տեղին ներկայացավ Սարայի մոտ։ Մենակ ետ էր մնում ինձ պակաս։ Իսկ դու երբ ես որոշել հետ գալ։ Չգիտեմ, Արամ, գործերս շատ վատ վիճակում են այստեղ։ Երևի մի 2 օրվա մեջ ամեն ինչ վերջացնեմ ու նոր կարանամ գամ։ Աղբերս տենցա որ ստեղել է ամեն ինչ ահավոր։ Տեսնես ինչ է մտքին դրել այդ աղջիկը։ Չգիտեմ, Սարան քեզ ոչ մի բան չի ասել։ Չէ, ոչ մի բան։ Աղբերս ես չգիտեմ ինչ ես անում, բայց այդտեղիդ գործերը հանձնարարի գոնե օգտականներից թող անեն, բայց դու շուտ հետ արի։ Էլ արդեն չգիտեմ ինչ անեմ, դարձել եմ լրիվ Եվայի ընկերուհին։ Զանգում կանչումա, որ նստենք ձեզնից խոսա, ոչ ենա լսեմ, ոչ էլ ենա թողնեմ գնամ։ Ախր այդ մարդը ստեղ բացի ինձնից ուրիշ ոչ մեկի չի ճանաչում է։ Չգիտեմ էլ արդեն ինչ անեմ, Գորջան։ Սպասի մինչև ես կարանամ իրան զանգեմ ու որ վերցնի։ Բայց դու մինչև այդ իր հետ փորձի կապի լինես։ Ես պետքա վստահ լինեմ, որ ինքը նոր հանդիպումներ չի փնտրում Սարայի հետ։ Հա, բայց ես ինչ անեմ։ Սպասի ուղղակի, մինչև ես կկարանամ խոսամ Եվայի հետ, հետո արդեն պարզ կլինի ինչ անենք։ Եղավ, լավ աղբերս։ Լավ, Արամ, դե կապով կլինենք։ Okay. Այ Ռեբեկա ինչ եղար է։ Իրականում շատ ուրախ եմ, որ զանգեցիր Եվա ջան, ու ուրախ եմ, որ արդեն ազատության մեջ ես։ Այդ ամեն ինչը արդեն անցյալում է։ Այդ ամեն ինչը անցյալում է, բայց անցյալ չի ձյան։ Այդ իմ ամեն օրվա ներկան է։ Այդ օրը ուղղակի վատ օր չէր։ Այդ իսկական դժոխք էր։ Հասկանում եմ, Եվա ջան։ Բոլորս էլ այդ ամեն ինչի միջով անցել ենք, իհարկե, քո ապրածի հետ համեմատել չի լինի։ Բայց հավատա գործել քիչ չի տանջվել։ Ինձ էլ էր տենց թվում։ Ես էլ էի մտածում, որ այդ գորե կյանքում ինչ-որ հետ կա թողելու, բայց մարդը ամուսնանում է, երջանիկ է։ Այդ նշանակում է, որ հաղթահարել է, չէ՞։ Ձյան այդ օրը մարդ է մահացել։ Իր ապագա հարսնացուին են բանտարկել, ինքը երեխա է կորցրել։ Այդ հասկանում ես, այդ հաղթահարելու չի։ Ես մտածում եմ, որ այդ ամեն ինչ ուղղակի գորի համար միևնույն է։ Ուզում ես ասես, որ Եվա ջան, դու հղի ես եղել։ Ու կորցրել եմ երախուն։ Գիտես ձյան, որ մի պահ քեզ տեսա, հետ գնացի անցյալ ու ինձ հիշեցի։ Ես իրականում շատ ուրախ եմ քո համար, ուրիշ բան չմտածես, ուղղակի իմ համար շատ ծանր են այս հիշողությունները։ Ինձ թվում էր, որ գոռը կգա ու կօգնի ինձ։ Սենց եմ խոսում, բայց իրականում գիտեմ, որ հիմա մեջից զայրույթն է։ Ես իրականում գիտեմ, որ գոռի համար էլ էս ամեն ինչը միևնույն չի, ու իրա մեջ էլ հարցեր կան։ Ես հրաժարվում եմ, ընդունում եմ փաստը, որ գոռը ինձ մոռացել է ու նոր կյանք է սկսում։ Իմ համար ավելի ընդունելի է, որ գոռը Սարայի միջոցով ուզում է ինձ մոռանա։ Եվա ջան, ես ասածներիդ հետ համաձայն եմ, բայց մի կարևոր կետ կա, որ դու ուղղակի չնշեցիր։ Գոռը մենակ է թողել ոչ թե իր ապագա հարսնացուին, այլ նախկին։ Ու դու ինձանից լավ գիտես, որ ինքը միշտ ամեն ինչով քեզ օգնել է, ամեն ինչով։
Իսկ թե ինչի քեզ մոտ չի եկել այցելության, այդ ուրիշ հարց է։ Ինձ թվում է դու դա ինձանից լավ գիտես ու ամեն ինչ հասկանում ես։ Լավ, ես չեմ հասկանում, այդ աղջկա ուզածը հիմա ինչ է։ Ուղղակի բախտը բերել է, որ Էլգայի փոխարեն ես չեմ եղել քո հետ։ Բախտը բերել է, որ Էլկան չի իմացել ինքով։ Ինչ լավն եք դուք։ Ես սկզբում մտածում էի, որ անհանգստանալու պատճառ չունեմ, բայց հիմա վստահ եմ, որ Եվան հստակ նպատակով է եկել Հայաստան։ Ես իհարկե իրեն արժանի պատասխան տվեցի, բայց մեկը անհանգիստ եմ։ Շատ իզուր։ Ռեբեկա տենց մի ասա։ Ինքը նոր է բանտից դուրս եկել։ Ու ակնհայտ է, որ ինքը Սարայի դեմ լարված է։ Չես կար ասես ինչ կանի։ Դու ուզում եմ հասկանում մնացել ես նայած այդ ֆիլմերի ազդեցության տակ։ Վախենում ես դրանից, հա։ Ամեն դեպքում չենք կար ասենք ինչի ընդունակ, չգիտենք ինչ կյանքով ապրել։ Երևի հարսանիքը մոտ է, դրա համար եմ այսքան անհանգիստ։ Քեզ թվում է փախնելով բրցնելու ես ինձնից։ Դե հələ մի հատ պատուհանից դուրս նայի, Ռեբեկա ջան։ Ահա, ինչ էինք խոսում։ Բայց Արամը ասում է, որ պատուհանից դուրս նայես։ Իսկ ես թքած ունեմ, թե Արամը ինչ ասեց։ Բա որ ներս մտնի։ Կարա և մտնի։ Ես չեմ հասկանում, ես դրանից պրծում չունեմ։ Հա, բայց լավ տղա է։ Բան չեմ ասում։ Նոր ես սկսել հետս խոսել։ Ռեբեկա, բայց դուրս չես գալու։ Չէ։ Տարիներ են անցել, ինչ դու Գորը բաժանվել եք, Եվա ջան։ Գորը քեզ իսկապես շատ է սիրել։ Ու իր համար էլ շատ դժվար էր այդ բաժանումը, բայց ինքը հետ հաղթահարեց։ Իսկ ինչ մնում է երեխային, եթե Գորը իմանար այդ երեխու մասին, ինքը հաստատ հետ չէր կանգնի։ Այդ երեխու կողքին կլիներ։ Գորը իսկապես Սարային սիրում է։ Ու ինքը այդ աղջկա այդ երջանիկը։ Եվա, ես քեզ հասկանում եմ։ Ես հասկանում եմ, որ անցյալը բաց թողնելը շատ բարդ ու դժվար բան է։ Մանավանդ երբ այդ անցյալի հետ քեզ կապում է ոչ թե երջանկությունը, այլ ցավը։ Հավատա, ես հիմա հենց այնպես չեմ խոսում։ Կարող եմ մտածես ինչ ես հասկանում, ինչ ես ինձ ասում, բայց հավատա, եթե հիմա ի վիճակի ես, ուղղակի կանգ առ ու անցյալդ բաց թող, որովհետև եթե շատ խորը թաղվես, այդ ճահիճը քեզ կկլանի, դու հենց այդ եզրագծի վրա էլ կկործանվես։ Հետո չես կարողանալու ինքդ քեզ հայելու մեջ նայես։
արտացոլանքիցդ վախենալու ես, խղճի խայթ ես ունենալու ու անընդհատ տանջվելով ես ապրելու։ Հիմա եթե կարող ես ուղղակի բաց թող անցյալդ, քանի դեռ ժամանակ ունես, քանի դեռ ուշ չի, թե չէ հետո կարող է իսկապես ուշ լինի։ Ձյան, դու ինձ սխալ հասկացար, ես իմ անցյալից կախված չեմ, ուղղակի որպես հարազատ մարդ որոշեցի հետդ կիսվեմ, ավելին ասեմ, ես շատ ուրախ եմ, որ գոռը գտել է իր երջանկությունը, այդ ինձ ստիպում է, որ ես էլ գնամ իմ երջանկության հետևից։ Գիտես, ես ու գոռը շատ երկար ժամանակ ենք միասին եղել, ու այդ պատմությունը ջնջել, առավել ևս մոռանալը անհնար է։ Հա, դեմ չեմ, սկզբում անսովոր էր գոռի կողքին ուրիշ կնոջ տեսնելը, բայց որ տեսա, համոզվեցի, որ ես էլ եմ սառել իր հանդեպ։ Իրոք, թե չէ ինչի պիտի սառայի ու գոռի հարաբերությունների մասին սենց հանգիստ խոսայի։ Կներես ուղղակի ինձ թված, որ Քեզ թված, Ձյան, կամ էլ ես իմ խոսքը սխալ ձևակերպեցի։ Լավ, Եվա ջան, ես արդեն գնամ, հա։ Ուրախ էի, որ հանդիպեցինք։ Ես էլ կարոտել էի քեզ շատ։ Կներես։ Եթե ինչ-որ բան պետք լինի, զանգի, լավ։ Վտանգ ես զգացել գոռ, արդեն դու ես զանգում։ Ափսոս, բայց արդեն ես էլ չեմ ուզում խոսել հետդ։ Եթե քեզ թվում է գնալու եմ, Ռեբեկա ջան, սխալվում ես։ Մինչև դուրս չգաս, ես ոչ միտեղ չեմ գնալու։ Ռեբեկա ջան։ Եկա ինչ ես անում։ Բարևում եմ։ Բայց դու Արամին որտեղից ես ճանաչում, որ հիմա որոշեցիր, որ պետքա բարևես։ Ես Պարզ չի, Արամն ու Արմանն ընկերներ են, երևի Արմանն է ծանոթացրել։ Հա։ Մի հատ այս կողմարի, հայ այդ պատուհանից։ Ուր։ Ես վստահ եմ, որ դա ոչ միտեղ չի գնալու, մինչև ես դուրս չգամ, դրա համար հիմա գնում եմ, որ ինքն էլ գնա։ Էլկո, բայց իրոք որտեղից ես ճանաչում Արամին։ Այդ հետո կպատմեմ երկար պատմությունը։ Արի, բացենք լսենք ինչ ա խոսում։ Չէ, բա որ տեսնեն։ Բայց հետաքրքիր է։ Չի կարելի Էլկա։ Արամ ջան, խնդրում եմ, մի բան արամ, մի ձև կապի դուրսարի Եվայի հետ, որտեվ ես զանգում եմ, չի պատասխանում զանգերիս, պարզ է, որ տեսնում է, բայց դիտմամբ չի պատասխանում։ Ախպերս դու միջև գաս, ես կծերանամ։ Եթե քեզ թվում է, ես ես հեռավորության մեջ ավելի լավ եմ ինձ զգում, քան դու, սխալվում ես։ Լավ, դե ինչ ասեմ, մի բան կանեմ, ուրիշ ճար չկա։ Ալո։ Եվ ջան, բարի օր։ Բարի օր, սիրուն տղա։ Ոնց ես։ Լավ, դու։ Լավ, Եվ ջան, այսօր ուզում եմ քեզ հրավիրեմ սուրճ խմելու։ Իմ տուն, եթե դեմ չես լինի։ Սիրով։ Եղավ, դե ուրեմն հեսա հասցենք ուղարկեմ։ Okay։ Ու ինչ ես եկել։
Եկալ հա վերջը։ Դու ինչի ես եկել։ Ռեբեկա ջան, ես ինչքան հիշում եմ, մենք կռված չենք, չէ՞, ինչ ես քեզ սենց պահում։ Սար, էլ չեմ դիմանում, բացենք լսենք ինչ են խոսում, ոչ մի չեմ կարողանում լսել։ Լավ, բայց քույր։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու հասկանաս, որ աշխարհը քո շուրջ չի պտտվում։ Ու եթե ես երկու անգամ քո հետ լավ եմ խոսել, դա դեռ չի նշանակում, որ դու կարող ես քեզ թույլ տալ սխալ եզրակացություններ անել։ Լավ, այս անգամ դու հաղթեցիր։ Ես ընդունում եմ պարտությունս, Ռեբեկա ջան, բայց արի այսքանով սահմանափակվենք, լավ։ Կսահմանափակվենք, երբ որ գնաս։ Իսկ կարող է իրար հետ գնանք մի բաժակ կոֆե խմենք։ Օրինակ քո սիրած ամերիկանոն։ Չէ, չի կարող, որովհետև չեմ ուզում։ Իսկ հիմա որ թողնեմ ու գնամ։ Քո սրտին դար չի լինելու, որ ինպես ընտիր տեղ ու սիրտը կոտրված գնացել է։ Չես գնալու տուն բարձդ գրկես, հուզվես, լացես, հա։ Ընդհանրապես։ Լավ, Ռեբեկա ջան։ Ես կգնամ, բայց հիշի, որ դու ես գալու իմ հետևից։ Այսօր արդեն ուշ է, կլինի վաղը գամ։ Վաղը, քանիսին։ Վաղը գիտես չեմ հարցում, մի քիչ զբաղված եմ, բայց Ռեբեկա ջան, հիշի, որ ես էլ քեզ ոչ զանգելու եմ, ոչ էլ գրելու եմ։ Տեսնեմ ոնց ես դու իմ կարոտին դիմանալու։ Հաջող արամ։ Հաջող, Ռեբեկա։ Արամ չի նախ, Արամ ջան, հա։ Արամ ջան։ Ու ձեզ թվում է ես չէի նկատել, որ պատուհանից նայում էիք։ Կներես, բայց շատ հետաքրքիր էր։ Սարա, այդ Եվայա ինչ է, դա գնալու է Վահեի տուն։ Ինչ իմացար։ Որ դուրս եկա Արամը խոսում էր, չնկատեց, որ ես լսեցի, ասեց կգաս Վահեի տուն։ Բայց ինչի համար։ Չգիտեմ։ Իսկ կարող եմ մենք էլ գնանք։ Մի անգամից այդ աղջկա հետ կխոսանք, կհասկանանք ուզածի ինչ է։ Չէ։ Այդպես կստացվի փոքր բանից մեծ պատմություն եմ սարքում կամ իրեն ինչ-որ կարևորություն եմ տալիս։ Չեմ ուզում մտածի, որ ինչ-որ ազդեցություն ունի ինձ վրա։ Դու գնա, Ռեբեկա։ Մեկա, դու միշտ էլ գնում ես Վահեի տուն, ու քո գնալը տարօրինակ չի դիտվի։ Ճիշտ ասում։ Ես կգնամ։ Համել սիրտդ հանգիստ կլինի Արամին ու Եվային մենակ չես թողնի։ Խելագարվեցիր։ Բայց ասա, որ լավ միտք է։ Արամին մի անգամ էլ կտեսնես, հա։ Չեմ գնալու ոչ միտեղ։ Ռեբեկա, խնդրում եմ գնա։ Դու գիտես դա ինձ համար ինչքան կարևոր է։ Էլկային մի լսի։ Դու գիտես ինչքան եմ ուզում իմանալ այդ Եվայի մտքինը։ Լավ, բայց մենակ քո համար եմ գնում, Սարա։ Ես դու հերիքա ծիծաղդ զսպես, ես ծիծաղալու ոչ մի բան չեմ ասել։ Ոչ մի բան չեմ ասում, մեկը ինքը առիթ գտնում է գոռալու, չէ՞։ Էս ինչ ձև են քեզ ներկայացրել ստեղի իրավիճակը։
Էս ինչքան ջանք ես գործադրում, որ խոսեմ հետդ։ Խանգարեցի։ Դու Ոնց որ ինչ-որ մեկին ես հա սպասում։ Թե արդեն եկել ա ու ես ձեզ խանգարեցի։ հա եկել ես որ ստուգ ես։ Բայց ես ճիշտ եմ, չէ՞։ Հա ասենք թե սպասում եմ։ Այդ քեզ չի հետաքրքրում, չէ՞։ Ինչ ես անում։ Այդ հարցը ես էլ քեզ կարամ տամ։ Ինչ ես անում, Ռեբեկա ջան։ Առաջին անգամն է, որ ես գալիս եմ Վահեի տուն։ Հա, տենց։ Լավ, հաշվենք արդարացումը ընդունվեց։ Տեսար, որ ես ճիշտ էի։ Ես մտածում էի գոնե մի քանի ժամ կդիմանաս առանց ինձ, այն էլ փաստորեն չդիմացար։ Դու սխալ ես հասկանում ամեն ինչ։ Հիմա եթե դու ինձ չբացատրես, ես կմտածեմ նենց, որ դու էլ ինպես կարոտում ես ու կարոտում չես դիմանում, դրա համար էլ եկել ես, Ռեբեկա ջան։ Լավ, կատակը կատակ, բայց մի հատ ճիշտն ասա հասկանամ ինչ ես եկել։ Ես չպիտի քեզանից թույլտվություն հարցնեմ Վահեի տուն գալու համար։ Ու հետո ես երկար ժամանակով չեմ եկել։ Հա, լավ, հասկացա ես քեզ մի անգամից, հասկացա։ Դու լսել ես, որ ես ձեր բակից խոսում եմ Եվայի հետ, ու ոնց որ այգու այն դեպքում էր, որ էլի լսել էիր ու եկել էիր ստուգեիր, ես էլ նորից այդ դեպքից է, հա, ճիշտ եմ։ Մասամբ։ Հետո Հետո այն Ռեբեկա ջան, որ դու անձամբ եկել ես ստուգես, թե ես ինչի եմ կանչել Եվային, որ համել սիրտդ հանգիստ լինի, չէ։ լավ, սկսենք սկզբից։ Ես իհարկե քեզ բացատրություն տալու կարիք չունեմ ընդհանրապես, բայց զուտ կասեմ նրա համար, որ օթերից իջնես։ Հա, ես լսել եմ, որ կանչել ես, ու հենց դրա համար էլ եկել եմ, որովհետև այս տուն ամեն մեկը չի կարող ոտք դնել։ Դե բնական է, բայց ես քեզ ասել եմ, չէ, որ մեր մեջ ոչ մի բան չկա։ Լրջացի մի հատ։ Կրկնում եմ, այս տուն ամեն մեկը չի կարող ոտք դնել։ Ու ես չգիտեմ, թե դու ինչի ես իրան կանչել ստեղ։ Հա, տենց, հա։ Ես չեմ նախանձում Եվային, գիտես։ Ու հետո, ամենակարևորը հիմա այն է, որ մենք երկուսս էլ գիտենք, թե ով է Եվան։ Ու ես ոչ մի կերպ չեմ հասկանում, որ դու շարունակում ես շփումդ իր հետ։ Ու խնդրում եմ իմ ասածը չտանես ուրիշ ուղղությամբ։ Ես նկատի ունեմ Սարային ու Գորին։ Ռեբեկա ջան, ես Եվային շատ վաղուց ճանաչում եմ։ Ու չեմ կարա ուղակի կանգնեմ ու ասեմ, գիտես ինչ Եվա ջան, արի էլ մենք չշփվենք։ Բայց եթե այդ քեզ խանգարում է, կարամ կանգնեմ ու ասեմ Եվա ջան, արի մենք էլ ընդհանրապես չշփվենք իրար հետ։ Դու երբևէ լուրջ լինում ես։ Հա, օրինակ հենց հիմա լուրջ եմ։ Լավ։ Այդ դեպքում բացատրի ինձ հասկանամ, թե այդ աղջիկը ինչի է եկել Հայաստան։ Պարզ է, որ հստակ նպատակներ ունի, պլաններ ունի։ Բայց կարաս ինձ ասես ինչ է ուզում ինքը Սարայից։ Ինչ իմանամ։ Մոտ ես, չէ՞ հետը։ Ռեբեկա ջան, ես տեղյակ չեմ։ Դու հիմա իրա կողմից ես։ Ես աշխարհի բոլոր պարագաներում մենակ քո կողմից եմ։ Արամ։ Ջան։ Նատես թղթերն եք նայեք։ Ես պիտի վստահ լինեմ, որ ձեր գործերում մեզ վերաբերող ոչ մի խնդիր պիտի չլինի։ Բնականաբար, մի անհանգստացեք։ Ամեն ինչ իմ վերահսկողության տակ է։ Մի քանի թուղթ է պակասում, բայց այդ հարցն էլ կլուծենք։
Ասեք ինչ թղթեր են պետք, ես Գայանին կասեմ, կհավաքի ու կտա ձեզ։ Լավ, անպայման կասեմ։ Լավ, իսկ Գարիկից ինչ նորություն կա։ Հետաքրքրվում եք դրանով։ Հետաքրքրվում եմ։ Գարիկի ռեպերտուարի մեջ է։ Այսինքն Դե ինչ-որ անիմաստ հիմար բաներ է խոսում, ճիշտն ասած, իրան շատ ագրեսիվ է պահում։ Նախորդ դատվածությունների ժամանակ էլ էր իրան այդպես պահում, բայց ամենավատն էլ նա է, որ բավական հաճախակի ձեր անունն է տալիս։ Իմ? Ինչի՞ համար։